վիճակի չենք ստեղ ապրենք։ Եթե մտնում է իրանք թուրքերը երեք մտնում է գյուղը, մտնում է տունետունը անում, ոնց ենք ապրելու։ Մեկ տարի առաջ այս օրերին Երևանը Ադրբեջանին հանձնեց Տավուշ Ղազախ հատվածում գտնվող 4 գյուղերը, որոնք 90-ականներից գտնվում էին հայկական վերահսկողության տակ։ Դրա դեմ բողոքի ցույցերը անցած մայիսին Տավուշից հասան Երևան, պահանջելով վարչապետ Փաշինյանի հրաժարականը։ Առաջին անգամ եմ տալու իր անունը, Նիկոլ Փաշինյան։ Մենք ժամանակ ունենք հրաժարական ներկայացնելու։ Ընդ որում, հատվածական այդ սահմանազատումը սկսելուց առաջ Ադրբեջանի նախագահը ուղիղ տեքստով ասել էր, չի պատրաստվում զորքը ետ քաշել Հայաստանի այն տարածքներից, որ գրավել էր 44-օրյա պատերազմից հետո։ Իհարկե, մենք մեկ քայլ անգամ հետ չենք գնա, թե 2021-ի մայիսի, թե 22-ի սեպտեմբերի մեր դիրքերից, քանի որ պետք է այդ սահմանը հաստատվի։ Այդ դեպքում ինչու զիջել հարցին Փաշինյանն այն ժամանակ հակադարձում էր, հակառակ դեպքում կլինի պատերազմ։ Հետո պնդում սահմանազատումը Հայաստանի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու, սահմաններն անվտանգ դարձնելու ամենակարճ եւ ուղիղ ճանապարհն է։ Ես չեմ խոսում գյուղեր զիջելու կամ գյուղ չզիջելու մասին։ Ես երկու բան եմ ասում։ Մենք սահմանազատում ենք անում, սահմանազատում։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով, մենք որևէ կետում, որ սահման դնենք, մենք արձանագրելու ենք հետևյալը, որը Հայաստանը, որը Ադրբեջանը, այսքան բան։ Ուր ենք հասել այս հայտարարություններից մեկ տարի անց եւ ինչ ունենք հիմա։ Այս մասին ենք այսօր զրուցելու Ռոբերտ Զարգարյանի հետ, ով մեկ տարի առաջ Տավուշում անձամբ էր լուսաբանում բողոքի ցույցերը, հետո նաեւ սահմանազատման շուրջ զարգացումները։ Ողջույն Ռոբերտ, եւ այսպես անցած մայիսի դրամատիկ զարգացումներից մեկ տարի անց ինչ է ստացել Հայաստանը Ադրբեջանին վերադարձված 4 գյուղերի դիմաց։ Բարի օր Հեղինե, միակ բանը, ինչը Հայաստանը ըստ էության ստացել է, ինչի մասին տարբեր առիթներով խոսում են, դա երկու երկրների միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի կանոնակարգն է, որը երկու երկրներում վավերացվեց, ամենատարբեր առիթներով խոսելիս այս փաստաթուղթը հիշատակվում է։ Հավելենք, որ այդ կանոնակարգում նշվում է, որ կողմերը պետք է հիմնվեն 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի վրա, եթե հետագայում խաղաղության համաձայնագրով չամրագրվեն այլ սկզբունքներ։ Փաստաթղթում միաժամանակ հղում չի արվում որևէ կոնկրետ քարտեզի, ինչն էլ քննադատության պատճառ դարձավ, եւ ի վերջո խորհրդարանում ընդդիմությունը բոյկոտեց եւ չմասնակցեց դրա վավերացմանը։ Հայաստան խմբակցությունը այս հակաօրինական գործընթացին չի մասնակցելու, որտեղ մասնակցությունը կարող է մեկնաբանվել նաև իրավաչափության ճանաչում, ուստի մենք ոչ քվեարկությանը, ոչ էլ քննարկմանը չենք մասնակցելու։ Եկել եք օրակարգի քննարկման ժամանակ քննարկում եք այն, ինչը դուք հիմա պատրաստում եք բոյկոտել։ Եթե ասելիք ունեք, մնացեք ասեք։ Կամ եթե լեգիտիմացնում եք դրա մասին խոսելով, լեգիտիմացրեցիք արդեն։ Մի մասնակցեք քննարկմանը, ընդհանրապես տեղ գալիս եք ինչ եք անում, ոչ մեկ չգիտի։ Հարգելի գործընկերներ, եղավ, դուք խոսեք իր հետ։ Էլ ինչ է եղել մինչև հիմա։ Սրանից զատ եղան տարբեր հանդիպումներ տարաբնույթ այս երկու հանձնաժողովների միջև, հայկական կողմից այն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է ղեկավարում եւ այս պահի դրությամբ ունենք միայն այն հայտարարությունը, որ սահմանազատումը շարունակվելու է հյուսիսից հարավ, այսինքն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի սահմանների հատման կետից մինչև Իրանի սահմանում նույն հատման կետերը, բայց թե երբ կշարունակվի այս գործընթացը, ինչպես կսկսվի, ընդհանրապես որևէ նորություն ու հստակություն չկա։ Թեմայի շուրջ, այսպես վերջին պաշտոնական հայտարարություններից վարչապետ Փաշինյանն է ապրիլին խոսել, ասելով, որ գրավոր առաջարկությունները հայկական կողմը ներկայացրել Ադրբեջանին։ Առաջարկները գիտեք հետևյալի մասին են, թե ինչ տրամաբանության եւ որ հատվածում շարունակել սահմանազատումը։ Գիտեք, որ ընդհանուր արդեն համաձայնություն կա, որ հյուսիսից հարավ
կա արդյոք պատասխան, թե ոչ, չգիտենք։ Փոխվարչապետն էլ է անդրադարձել վերջերս թեմային, անգամ չհստակեցնելով հաջորդ հանդիպման ժամկետները, միայն ասել էր, որ քննարկումները շարունակվում են։ Եթե հնարավոր է ճակերտները բացել, հաջորդ ճակերտները մենք միշտ բաց ենք խոսում։ Երբ սկսելու բան դեռ չեմ կարող ասել։ Եվ փաստորեն հայ-ադրբեջանական 1000 կիլոմետրանոց սահմանից այս պահին սահմանազատված է 12 կիլոմետրանոց հատվածը եւ անցած տարվա իրադարձություններից հետո գործընթացը թեկուզ 1 սանտիմետր էլ առաջ չի գնացել։ Իսկ կա գոնե մոտավոր պատկերացում, ինչու է այդ գործընթացը ձգձգվում։ Այս մասին տարբեր գնահատականներ կան հեղինե, նախ միայն այն, որ Տավուշից է շարունակվելու գործընթացը, ընդդիմադիրները օրինակ շատ հաճախ ընդգծում են, որ այստեղ հայկական կողմի համար շատ կրիտիկական ենթակառուցվածքներ կան։ Կոմունիկացիաները, եթե քարտեզով պատկերացնում եք, թե որտեղ է գտնվում վերին ոսկեպարը, ապա ցանկացած մարդ կհասկանա, թե այդ հատվածի հանձնումը ինչ է կոմունիկացիաների վտանգավորության առումով ստեղծելու Հայաստանի Հանրապետության համար։ Վրաստան տանող մայրուղին մի քանի անգամ Տավուշի հատվածում անցնում է ադրբեջանական կողմը, եթե սահմանազատումը այդպես շարունակվի, այստեղ կարող է խնդիր լինել։ Մենք այդտեղ կորցնում ենք իհարկե ռազմավարական նշանակության տարբեր կետեր, կլինի ճանապարհ, կլինի բարձունք եւ այլն, որը որ ապահովում է մեր երկրի կենսագործունեությունը, մանավանդ այդ ուղղությամբ նախատեսված բոլոր հաղորդակցությունները, ճանապարհները։ Դիմադիրները այս մասով հստակություն էին ցանկանում լսել իշխանություններից, մասնավորապես հենց այս հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետից։ Դուրս եմ կրկնում հարցս։ Իրանց ոսկեպար ճանապարհահատվածում Հայաստան-Վրաստան ճանապարհը անցնելու Ադրբեջանի վերահսկողության տակ, թե չէ։ Ես եւս մեկ անգամ կոչ եմ անում ձեզ, խնդրում եմ, հարցին պատասխանեք հստակ, որովհետեւ մեր հայրենակիցներն էլ Տավուշում ապրող սպասում են այդ հարցի պատասխանը։ Պայմանավորվածությունների շրջանակները, հարցերը, որոնց շուտ ձեռքաբերվում պայմանավորվածություն, հրապարակվում են եւ չեն կարող գաղտնի մնալ։ Վերջի հանդիպման վերաբերյալ կամ մամլո հաղորդագրություն, որտեղ արտացոլված է, թե ինչ ենք մենք պայմանավորվել։ Եվ եթե ձեր ասած այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն։ Այս պահին որևէ նորություն չունենք, թե արդյոք ինչ կլինի ճանապարհի ճակատագիրը, նույն Իրանցում կամրջի մի խնդիր կար, որը շատ փոքր հատված էր, բայց այսպես շրջանցող ճանապարհի կառուցումը ամիսներ տևեց։ Իսկ այստեղ արդեն շատ ավելի երկար ճանապարհահատվածների մասին է խոսքը եւ թե ինչ կլինի այս դեպքում հստակություն չկա։ Կա նաեւ Հայաստան մտնող գազատարի հարցը, ամենամեծ ու թողունակ գազատարը հիմնական, եթե կարող եմ այսպես ասել, հենց այդ հատվածից է Հայաստան մտնում, մասնավորապես հենց կողմ բնակավայրի կողմից ու ըստ էության այդ գծով է անցնում եւ ընդդիմությունը մտահոգություն ունի, որ այս գազատարը սահմանազատման հետևանքով կարող է Ադրբեջանի վերահսկողության տակ անցնել։ Գազատարը Վրաստանից Հայաստան մտնող անցնում է Տավուշով եւ մասնապես այն հատվածները, որտեղ պետք է տեղի ունենա այդ աշխատանքները։ Այսինքն, եթե նույնիսկ ամբողջական վերահսկողության հարցը չի տեղադրվում քննարկում կամ հատվածական, նույնիսկ այն հերավորությունը, որի պայմաններում նրանք գտնվել են։ Սրանք շատ այսպես սուր հարցեր են այս պահեդրությամբ, որոնց պատասխանները իշխանությունները համենայն դեպս մինչ այս պահը չեն տվել ու տարբեր գնահատականներով գործընթացը ձգձգվում է նաև հենց այս պատճառով։ Հիմա խնդիրն այն է, թե հյուսիսից հարավի որ հատվածում իրականացնենք, մենք մեր պատկերացումներն ենք ներկայացրել եւ սպասում ենք Ադրբեջանի արձագանք։ Վարչապետ Փաշինյանը այսպես ակնարկեց, թե որն է խնդիրը, ասելով, որ պետք է հասկանալ, թե այդ հյուսիսից հարավ սահմանազատումը հենց կոնկրետ որ կետից պիտի սկսվի, որտեղով շարունակվի, այսինքն դեռ այսպես տեղային հարցերի շուրջ էլ համաձայնություն չկա։
Բայց եթե երկու կողմում էլ ցանկությունն ու այսպես ասած վերջնանպատակը խաղաղությունն է, ինչպես հայտարարվում է, ինչու սկսել ամենացավոտ, ամենավիճահարույց կետերից եւ ոչ թե դրանք թողնել վերջում, երբ կողմերի միջև արդեն որոշակի փողվստահության մթնոլորտ կլինի։ Ինչու հենց հյուսիսից հարավ եւ ոչ ասենք հակառակը։ Հեղինե, այս հարցը Հայաստանում կարելի է ասել բոլորին է հետաքրքրում եւ հատկապես ընդդիմությանը պարբերաբար են այս հարցը հնչեցնում, սա ներկայացնում են որպես մի բան, ինչը ձեռնտու է հենց ադրբեջանական կողմին։ Սկսել հարավից։ Նախ կֆիքսվեր, որ Մեղրի հատվածում սահմանը մերն է եւ որևէ դեպքում Ադրբեջանը որևէ նկարտում չեր ունենա։ Երկրորդը կբարձրանային վերև, որտեղ ադրբեջանցիք տարածք են գրավել ներքին հանդում, դուրս կգային, կկարգավորվեր Շուրնուխի ճանապարհի հատվածը, հետո կբարձրանայինք Սևլիջ, հետո կբարձրանայինք Ջերմուկ, Թուրքիին էլի դուրս կհրավիրեինք, հետո կբարձրանայինք վերև Շորժա եւ Արցվաշեն, թուրքերին դուրս կհրավիրեինք եւ ամեն ինչ տեղը կընկներ։ Հյուսիսից սկսելու դեպքում գալիս ենք ադրբեջանական օրակարգ, որոնք ասում են, թե իբրև թե Հայաստանի տարածքում ինչ որ անկլավներ ունենք, ինչ որ Բարխուդար լուկա, Սոֆուլ լուկա, որ ես նայեցի մեր քարտեզի վրա նման բան չկա։ Փոխվարչապետն էլ ընդդիմադիրների հարցադրումներին արձագանքելով ասել էր, որ այս որոշումը կոնսենսուսով է կայացվել։ Որ կողմի առաջարկն է սկսել հենց այդ հատվածից։ Դա ընդհանուր կոնսենսուսային որոշում։ Սրանից կարելի է ենթադրել, որ ադրբեջանական կողմը պարզապես մյուս տարբերակներին չի համաձայնվել եւ միակ համաձայնությունը ձեռք է բերվել հենց Տավուշի մարզի շուրջ։ Կոնսենսուսային որոշում նշանակում է, որ երկու կողմերն էլ նույն առաջնահերթությունն ունեն նույն տվյալ հատվածից սահմանազատումը շարունակելու համար։ Այսինքն ինչ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը իր համար առաջնահերթություն չի համարել Ջերմուկից, ներքին հանդից, Գեղարքունիքի տարբեր հատվածների ձեռքերի դուրսբերումը, այլ մտածում է բացառապես Տավուշի մասին, որտեղ էլի հայկական կողմը զիջման է գնալու։ Վարչապետ օրինակ այսպես էր պարզաբանել, քանի որ Տավուշում որոշ հատվածներ արդեն սահմանազատվել են, այդ տեղից գործընթացը շարունակելը պարզապես ամբողջական կդարձնի այդ հատվածում սահմանազատումը։ Ինչ վերաբերում է հյուսիսային մասին, դուք գիտեք, որ այդ հատվածում մենք արդեն ունենք մի քանի հատվածական սահմանազատում։ Նույն Կիրանցի հատվածում, ինչքան էլ մենք ասում ենք, այնտեղ Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված։ Այսինքն Բերքաբերից Կիրանց հետարանքը ոսկե Բաղանիսից դեպի Ջուջևան, այդ հատվածը, Կոթի հատվածը սահմանազատված չեն։ Հիմա այնտեղ մենք ունենք սահմանազատված կտորներ, որոնք այո, անվտանգության երաշխիք են։ Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիթ, ամբողջական։ Այսինքն ստացվում է, որ հայկական կողմն ուզում է շարունակել այս կիսատ մնացած հատվածներում, ինչին թերևս Բաքուն չի համաձայնում եւ պնդում է, որ պետք է շարունակել Երևանի համար ցավոտ կետից, անկլավներից։ Եթե դա իսկապես իրականություն դառնա եւ այդ տարածքներն ի վերջո անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, իսկապես վտանգներն այնքան լուրջ են, որքան ընդդիմությունն է պնդում։ Գլխավոր հարցերը մայրուղին է Վրաստան տանող միջպետական ճանապարհը, որը եթե հենց հիմա էլ մեր ունկնդիրները բացեն իրենց տարատեսակ գadgetներից քարտեզներ ու փորձեն նայել, այդ հատվածում կտեսնեն, թե քանի անգամ է այսպես ճանապարհը մեկ այն կողմն անցնում, մեկ այս կողմն անցնում եւ սա կարող է լուրջ խնդիր լինել, հաշվի առնելով, որ պարզաբանումներ այս պահի դրությամբ չկան, իսկ ինչ վերաբերում է անկլավներին, մասնավորապես այստեղ ամենասուրը ըստ ընդդիմության եւ ընդհանրապես թեմայով հետաքրքրվողների, քարտեզ ուսումնասիրողների ադրբեջանական վերին ոսկեպար անկլավն է, պնդում են, որ եթե սա Ադրբեջանին անցնի, ապա ոչ միայն հենց հարակից շրջանների բնակիչների այսպես կոմունիկացիան կբարձրացնի, այլև լուրջ խնդիր կդառնա արդեն Հայաստանի հարավն ու հյուսիսը կապելու տեսանկյունից, որովհետև միջպետական ճանապարհ է այստեղով անցնում։ Այդ ճանապարհը մինչև լայնացվի կրկնակի լայնությամբ դառնի միջազգային ստանդարտի ճանապարհ, տարիների խնդիր է։ 1 տարի, 2 տարի կտևի դա։
նվազագույնը ամիսներ 6 ամիս 1 տարի Պարսկաստանի հետ մեր բեռնատարների կապը կկտրվի։ Հսկայական տնտեսական վնասներով կնենք։ Մենք ամեն տեղ տարբերակ պետք է ունենանք ճանապարհների համար, քանի որ նման մի հարևան ունենք։ Եթե այսօր նույնիսկ խոսում ենք անկլավների մասին, եթե նույնիսկ անկլավները չենք տալու, մենք այլ ընտրանքի ճանապարհ պետք է կառուցենք։ Իսկ կոնկրետ այդ անկլավների վերադարձի մասին կա պաշտոնական դիրքորոշում Երևանի կողմից։ Հեղինե անկլավների մասին հարցերը շատ հաճախ են շրջանառվում, լրագրողները հնարավոր առիթների դեպքում փորձում են պարզել ի վերջո ինչ նորություն կա, այս պահի դրությամբ հստակություն չկա եւ ընդդիմության մտահոգությունները հատկապես հենց սա է խորացնում, որ հստակ հայտարարություններ իշխանությունները չեն անում։ Թե Հայաստանի Հանրապետության քարտեզի մենք նայենք, կտեսնենք, որ մեր սահմանները այսպես կտրտվածություններ ունեն, անկլավի հետ միասին այդ հատվածում գրեթե մոտ մի 15 կիլոմետր խորություն է ստեղծում եւ կտրուկ մոտենում է մինչեւ Լոռի մարզի սահմաններին։ Իսկ ինչ վիճակ է արդեն սահմանազատված այն գյուղերում, որտեղ դու եղել ես 1 տարի առաջ։ Հիմա այդ եզակի 12 կիլոմետրանոց հատվածում կա անվտանգություն, խաղաղություն եւ ինչ է փոխվել սահմանազատումից հետո։ Սահմանազատումից հետո այդ տարածքում միջադեպեր չեն գրանցվել, բայց գյուղում այս առօրյան մինչ այս սահմանազատման գործընթացը ու դրանից հետո այսպես անճանաչելիորեն փոխվել է, նախ գյուղը կարելի է ասել այսպես կիսվել է, կամուրջը մյուս կողմում է, հիմա այլ ճանապարհ է գյուղ բերում, մի այսպես պատնեշ կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև այդ հատվածում, սա արդեն հսկվող գոտի է, լրագրողների մուտքը ու աշխատանքը զգալիորեն բարդացել է, եթե չասենք նույնիսկ, որ անհնար է դարձել, նույնիսկ այսպես կարգավորում փոխեցին, որ եթե նախկինում այսպես սահմանային գոտում նկարահանումների թույլտվություն ստանալու համար, եթե ճիշտ եմ հիշում 14 օր էր պետք, հիմա այդ ժամկետն էլ է երկարացվել, արդեն 30 օր է այդ ժամկետը։ Սա մի բան է, ինչը գործնականում անհնար է դարձնում լրագրողների աշխատանքը, որովհետև իրադարձությունների հետքերով այսպես օպերատիվ գնալը ուղղակի չի լինում։ Ես էլ եմ իրանցում այսպիսի խնդիրների բախվել։ Իմ գործընկեր Կարինե Սիմոնյանն էլ վերջերս նման իրավիճակում հայտնվեց, երբ հսկողություն իրականացնող ԱԾ աշխատակիցները ուշի ուշով հետևում են լրագրողների ամեն շարժը, մարդիկ էլ այսպես վախվորած են խոսում, ազատ չեն արտահայտվում տեսախցիկների առջև եւ այսպես գյուղում հիմնական փոփոխությունը կարելի է ասել հենց սրանք են, որ այսպես հսկվող գոտի է դարձել այդ բնակավայրը, որը ավելի քան 1 տարի առաջ արդեն շատ ազատ ելումուտ ուներ եւ նման խնդիրներ չէին լինում։ Եվ այդ նույն սահմանազատման ժամանակ նույն այդ գյուղերում եղան դեպքեր, երբ մարդիկ կորցրեցին իրենց հողը կամ իրենց տունը անգամ, դրանք անցան Ադրբեջանին, որովհետև հետո հայտարարվեց, որ կադաստրի վկայականները տվել էին սխալմամբ եւ դրանք ներառված չէին Հայաստանի տարածքում։ Հաղորդում էր, որ այդ կադաստրի վկայականները տվել են օրենքի խախտմամբ։ Կա նորություն, ինչ որ մեկը պատասխանատվության ենթարկվել է։ Հեղինե վերջից սկսեմ, ոչ այդ ժամանակ արված հայտարարություններից հետո Եվ անձամբ վարչապետի խոսքերից հետո, թե պետք է գնալ դրանց հետքերով ու հասկանալ, թե ինչպես են տրվել այս վկայականները, իրավական առումով համենայն դեպս այսպես հանրային մակարդակում, որ իրազեկեն մարդկանց, նորություն չկա, իսկ ինչ վերաբերում է այս փոխհատուցումներին, դե սա գաղտնի որոշմամբ իրականացվեց կառավարության եւ մինչ հիմա էլ մենք չգիտենք, թե որ բնակչին ինչքան են վճարել, իմ ունեցած վերջին տվյալներով կան մարդիկ, ովքեր այդուհանդերձ չեն օգտվել այս փոխհատուցումից, չեն համաձայնել, բայց բացի այս փոխհատուցումից հիմա կան նաև հողակտորներ, որոնք այս գործընթացից հետո ճիշտ է սահմանի այս կողմում են մնացել, բայց հիմա գործնականում բնակիչները չեն կարողանում գնալ այնտեղ,
իրենց հողը վարել, վերադառնալ, մշակել, որովհետև շրջանցող ճանապարհ չկա, հիմա որ մարդիկ կարողանան ուղղակի այն կողմը գնալ եւ վերադառնալ, եւ այս մասով էլ դեռ նորություն չկա, թե արդյոք բնակիչների համար այս քայլը գոնե կարվի թե ոչ։ Շնորհակալ եմ Ռոբերտ։ Շնորհակալություն Հեղինե։ Այսօր այսքանը, հիշեցնեմ, եթերում էր Ազատության մեկ թեման, հաղորդումով արեց Հեղինե Բունյաթյանը։ Կհանդիպենք երկուշաբթի մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։